Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 11։ Երեսդ փայլեցրու քո ծառայի վրա, փրկիր ինձ քո ողորմությունովը։ Սաղմոս 31-րդ գլուխ 16-րդ խոսք։ Երբ մեր գործերը բարեհաջող են ընթանում, մենք շատ հեշտությամբ հակվում ենք կարծելու, թե այդպես էլ միշտ պետք է լինի։ Սակայն երբ մենք գիտակցում ենք մեր սխալը, տեղին է ամոթով մեր մարմնական ինքնավստահությունը հիմարություն համարել։ Եթե Աստված թաքցնում է իր երեսը, բարեպաշտ մարդը անհանգստանում է, նույնիսկ եթե նրան այլ աղետ չի պատահում։ Բայց եթե Աստված իր իմաստությամբ և արդարությամբ հեռանա մեզանից, դա կլինի մեր ամենամեծ հիմարությունը, եթե մենք հեռանանք նրանից։ Ոչ թե պետք է հեռանալ, այլ պետք է սովորել աղոթել նաև խավարի մեջ։ Սրբացած հոգին, որ վերադառնում է Աստծուն, պիտի փառաբանի նրան, պիտի անդադար փառաբանի։ Բայց Աստծո տան ծառայությունները չեն կարող կատարվել հողու կողմից։ Հողը չի կարող նրան փառաբանել և նրա ճշմարտությունը պատմել։ Մենք ճիշտ կերպով ենք կյանք խնդրում, եթե այն խնդրում ենք, որպեսզի ապրենք նրան փառաբանելու համար։ Ժամանակին Աստված ազատեց Սաղմոսերգուին իր նեղություններից։ Մեր լեզուն մեր փառքն է և առավել ևս, երբ այն գործածվում է Աստծուն փառաբանելու համար։ Սաղմոս 30-րդ գլուխ 12-րդ խոսք։ Սաղմոսերգուն մտադիր էր մինչև վերջ մնալ գովաբանության մեջ, հույս ունենալով շուտով հայտնվել այնպիսի վայրում, որտեղ դա կդառնար հավիտենական վիճակ։ Սիրելիներ, թող որ ամենքս էլ զգույշ լինենք մարմնական ինքնավստահությունից, ոչ արտաքին բարեկեցությունը, ոչ ներքին խաղաղությունը այս կյանքում հաստատուն և մնայուն չեն։ Տերը իր հաճությամբ հավատացյալի ապահովությունը հաստատել է ամուր, խորարմատ լեռների պես, սակայն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի հանդիպման փորձությունների և նեղությունների հետ։ Սակայն երբ այդ հանդիպման ժամանակ մենք անփութորեն ենք գործում, ընկնում ենք մեղքի մեջ և Տերը թաքցնում է իր երեսը, մեր մխիթարությունները թուլանում են և նեղությունները հարձակվում են մեզ վրա։